Էսպանիան ունենք 10 աշխատող, բայց արտադրում են ամեն մեկը տարբեր բաներ։ Ամեն մեկը սարաֆան, ժակետ, ժիլետ, գլխարկ, բարձ։ Մեքենաներ են ճիշտ է, բայց բոլոր այս փորվածքները, վիսփորելը բոլորը արվում է ձեռքով։ Հումքը բրդի հետ ենք աշխատում, մենք հիմնականը, որը սինթետիկ ոչինչ չունենք, որը մաքուր բնական բուրդ է եւ բամբակ է։ Ես շատ պատահաբար հանդիպեցի մի կնոջ, ամերիկուհի, որ այստեղ էր որպես բուսաշրջիկ, պարզվեց, որ այս կինը զբաղվում է Լաոսի ժողովուրդներից մեկի ժողովրդական արվեստի ներկայացմամբ Միացյալ Նահանգներում եւ ընդամենը, չգիտես ինչի, առաջարկ, որ իսկ ինչու ոչ հայկական ժողովրդական արվեստ։ 20 տարիների ընթացքում մենք ոչ միայն կարողացանք գոյատևել, այլ նաև ընդլայնվել եւ ճյուղավորվել։ Մենք արտադրում ենք մանկական հագուստ, հիմնականը սա է, բացի դրանից ուրեմն կան խաղալիքներ։ Գտանք, որ այս խոռոչն է, որ դատարկ է, ոչ թե դատարկ է, այլ մենք ի վիճակի ենք լցնել, մենք կարող ենք որակյալ արտադրանք անել։ Ինձ համար առաջի դժվարությունը այն է, որ քիչ բնակչություն ունենք։ Մնացած ամեն ինչը վերանում է, այդքան կարևոր չէ։ Մերը, այսպես ասենք, ամենաէժան կատեգորիայի ապրանք չի։ Երբ փոքր շուկա է ստիպված, ուրեմն գինը բարձր պիտի պահես, որպեսզի կարողանաս սա էլ հոգալ, նայել հոգալ, նայել հոգալ, նայել հոգալ։ Ժողովրդի հետաքրքրությունը մեզ հուշեց, որ մենք կարող ենք ներկայանալ մեր սեփական խանութով, ինչը փառք Աստծո ստացվեց, ուղիղ 2 տարի դարավ այդ խանութը։ Հագուստները մինչև 8 տարեկան երեխաների համար են արտադրում։ Նոր տարին ձմեռը պարտադրում են որոշակի գույներ։ Այստեղ պիտի ավելի լինի կարմիրը, ավելի պիտի գերակշռի սպիտակը։ Այստեղ ենք գտնվում աշխարհի վրա, այս կետում ենք գտնվում հիմա։ Օբյեկտիվորեն արդեն այնպիսի դժվարություն կա, որ այդ սուբյեկտիվ մանր-մունր բաները արդեն շատ երկրորդական են դառնում։ Խոչընդոտներն ու դժվարությունները բավական երկրորդական են եւ ես բավական բարեհաջող կերպով մոռանում եմ, թե ինչ ենք անցել։ Մենք ահռելի գործարան չենք, որ պիտի տասնյակ հազարներով արտադրենք, հետո մտածենք ինչպես վաճառել։ Չէ, դա չի արծը։ Մենք վաճառում ենք այնքան, ինչքան արտադրում ենք։ Եվ արտադրում ենք այնքան, ինչքան կարող է պոտենցիալ վաճառք լինել։ Խաղալիքը գործվում է մեքենայով, դրանից հետո կարվում է ձեռքով ամբողջ դետալները, թմբլիկ ոտիկները, ամբողջը կառուցվում է, եթե երեխաները անգամ իրանց քաշեն, երբևիցե չի պոկվի ինքը։ Սովորաբար տեղական արտադրանքի շատ զգուշավորությամբ են մարդիկ մոտենում, կարծում են ինչ-որ բան, այն չպիտի լինի, էլի, այս պիտի խաբեն, այս պիտի լավը չլինի։ Մեր խանութի գնորդը մանագալից տեղական հայկական արտադրանք։ Սա ամենակարևոր բանն է մեզ համար, ինչին մենք կարողացել ենք հասնել։ Երբ որ դու սիրով գնում ես, երբ որ դու սիրով անում ես ու ուրախանում ես ամեն ստեղծած պստիկ ապլիկացիայով անգամ, այդ ժամանակ կյանքը շատ լավն է դառնում։